Բարի երեկո, երևի կամաց կբարձրանան, մենք սկսենք, նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել, որ եկել եք և մինչև ֆիլմը ցուցադրելը կուզեի շատ կարճ ներկայացնել ձեզ ուրեմն նույն ծրագրով իրականացված մի այլ նախագիծ, ուրեմն մեր հայրենադարձության թանգարան կայքը 2010 թվականին, երբ որ սկսեցինք զբաղվել հայրենադարձության ուսումնասիրությամբ, մեր նպատակն էր անել ֆիլմ, մեզ թվում էր, որ ընդամենը մեկ ֆիլմ կարող ենք անել և սպառել այդ թեման, բայց երբ որ սկսեցինք մեր ուսումնասիրությունները ինչքան սկսեց առաջ գնալ, հասկացանք, որ մեկ ֆիլմով բավարարվել հնարավոր չէ, առնվազն պետք է թեման բաժանել 3 մասի, անել 3 ֆիլմ, հետո տեսանք, որ այդ ֆիլմերը անելու համար հավաքված նյութերը կուտակվում են և շատ ափսոս է, որ դրանք լինեն միայն մեր գրասենյակի դարակներում, մեր ուրեմն hard drive-երի վրա, մտածեցինք, որ նաև դա պետք է հանրայնացնելու ձև գտնել և 2012-ին էր կարծեմ, մի հատ փոքրիկ կայք ստեղծեցինք, դարձյալ հասցեն նույնն էր, հայրենադարձ օրգ, բայց այն ժամանակ միջոցները քիչ էին, մեր արած ուսումնասիրությունները դեռ բավական չէին և անցած տարի, ավելի ճիշտ նախանցած տարի, մենք դիմեցինք Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամին, ներկայացնելով մեր արած աշխատանքը և խնդրեցինք մեզ օգնել ստեղծել մի կայք, որը ըստ էության այս պահին դեռ ինքս ինձ իրավունք չեմ տալիս ասել օգտագործել շտեմարան բառը, քանի որ դեռ ինքը շատ ու շատ պետք է համալրվի, որպեսզի դառնա շտեմարան, բայց ըստ էության պիտի դառնա 1946-49 թվականների հայրենադարձության փաստական նյութը պարփակող շտեմարան։ Այստեղ մենք ունենք մի շարք ուրեմն բաժիններ, պատմություն, որտեղ ուրեմն ժամանակագրությամբ գրված են, չենք մոռացել նաև դրան 46-ին նախորդած հայրենադարձությունները, 21-36 թվականներին, 49-ի աքսորի մասին է խոսվում, բռնաճնշումների, իդեպ 1950-61 թվականներին, որը մենք այս բաժինը կոչել ենք հետ ցնցում, 50-61 թվականներին, երբ որ արդեն աքսորներ եղել, բռնաճնշումներ էին կատարվում հայրենադարձների նկատմամբ, Հայաստանի կառավարության տարբեր մարմինները բազմաթիվ նամակներ էին ստանում, որոնք խնդրում էին նորից իրենց, որ թույլ տան վերադառնան Հայաստան։ Այսինքն դրանց մի մաս են մարդիկ էին, ովքեր այդպես էլ մնացին նավահանգիստներում նավերին սպասելով և չկարողացան Հայաստան գալ։ Շատ մասնավոր դեպքերով այսպես մի մասը եկավ ուրեմն տեղափոխվեց Հայաստան, բայց դրա հաջորդ, այսպես ասած, ուրեմն շարունակությունը կամ դրա լրացումը 46-49 թվականների հայրենադարձության եղավ 1960, սկսվեց 62-ին, կարելի ասել եղավ 62-64 թվականներին և ձգվեց մինչև 82 թվականը, երբ տարբեր քանակներով, տարբեր երկրներից, շատ քիչ, տարբեր ճանապարհներով մարդիկ գալիս էին Հայաստան։ Մեր համար, մեր այս նախագծում ամենակարևորը դա մարդիկ են։ Այն մարդիկ, ովքեր վերապրել են, տեսել են, ականատես են, կարող են վկայել, ցավոք սրտի այդպիսի մարդիկ շատ քիչ են մնացել։ Մեզ հաջողվել է ընդամենը ուրեմն տեսաձայնագրել մոտավորապես 90 հոգու Հայաստանում, ուրեմն Ֆրանսիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, տարբեր երկրներում և այստեղ մենք ունենք մեր ականատեսներին, որոնք դարձյալ այս շարքը համալրվելու է, իմ ասած թվին է մինչև հասնելու, գուցե հետագայում նաև ավելանա, եթե կարողանանք նոր մարդկանց գտնել և մարդիկ ներկայացված են, ուրեմն ենթադրենք այս մեկը վերցնենք, Հրաչ Ֆրունջյան, կարճ ինքը որտեղից է եկել և հիմա որտեղ է գտնվում, համառոտ իր պատմությունը հիմնված վիդեո հարցազրույցի վրա, որը իդեպ հրաշալի կերպով արել է մեր լավագույն լրագրողներից Ռուզան Խաչատրյանը, խմբագրելով այդ տեքստերը, ես առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել,
Եվ կա նաև այս մարդու ուրեմն տեսաձայնագրությունը, որը շատ ավելի ամբողջական է։ Մենք սա փորձել ենք, եթե մարդը ուզում է ուղղակի կարճ կարդալու համար ավելի համառոտ, երկարի դեպքում կարող է ուրեմն լսել վիդեո հարցազրույցը եւ ուրեմն այս նույնը ինչը որ ասում եմ շատ չնչին բացառություններով ամբողջությամբ կա նաև անգլերեն։ Մարդիկ բաժնում ունենք նշանավոր անհատներին, գիտեք որ նշանավոր շատ մարդիկ կային հայրենադարձների մեջ, տեսնում եք Բերձ Էյթունցյան, Հարություն Կալենց, Արմինե Կալենց, այս շարքը նույնպես շարունակվելու է, մեր ցանկում մոտավորապես 100 մարդ կա, որոնց ուրեմն կենսագրությունները, լուսանկարները, լինքեր, ինչ-որ հնարավոր է մարդկանց տարբեր ժամանակներում տված հարցազրույցներից վիդեո կամ աուդիո բոլորը լինելու են։ Պահոց բաժնում ունենք մամուլ բաժինը, որտեղ ուրեմն տեղադրել ենք 45-50 թվականներին Սփյուռքի եւ Հայաստանի պարբերական մամուլում հայրենադարձության մասին գրված հոդվածները։ Օրինակի համար ասենք սա Եգիպտոսի արևորաթերթն է, ասենք որևէ պատահական հոդված ենք վերցնում, որը այսպես PDF-ով դրված է եւ մարդը սա շատ ավելի երևի թե պետք կգա հետազոտողներին, որպեսզի ասենք գրադարաններում ժամանակ չանցկացնեն եւ ունենք թերթի տեսքը դրված եւ համառոտ թերթի մասին։ Պահոց բաժնում կարեւոր եմ համարում խոսել նաև փաստաթղթերի մասին, փաստաթղթեր, այսպես նույն ձևով PDF ֆորմատով դրված են փաստաթղթերը, ասենք օրինակի համար արտասահմանից ներգաղթող հայերի ընդունման եւ տեղավորման պլանը, թե 46 թվականին որտեղից քանի մարդ պետք է ընդունեն, ինչքանն են ընդունել եւ այլն։ Սա դարձյալ կարծում եմ հետազոտողներին շատ պետք կգա, բայց մարդկանց ովքեր հետաքրքրված են նույնպես գիտական հոդվածներ, որոնք գրված են այս թեմայով, այստեղ մեր հնարավորությունը չներեց, որ օրինակ ռուսերեն հոդվածները թարգմանենք հայերեն, կամ ասենք ունենք այստեղ ֆրանսերեն հոդված, Կլեր Մորադյանի հոդվածը, դրված են բնագրերով, ինչքանը որ կարողացել ենք անել, այդպես ենք դրել, գրքեր բաժինը ունենք, գրքեր բոլոր հուշագրությունները, որ գրվել են ուրեմն հայրենադարձության մասին, սա գիտական աշխատություն է, սա գիտական աշխատություն է։ Իդեպ կան գրքեր, որոնք այսօր վաճառվում են, այդ գրքերի համար մենք ընդհանրապես գրքերը դնելու ենք PDF-ները, բայց որոնք դեռևս վաճառքում են, կդրվեն, ուրեմն լինք կդրվի, որը կտանի Amazon, որ Amazon-ից ցանկացողները կարող են գնել այս գիրքը։ Հաջորդը ուրեմն ֆոտո պատմություններն են, սա օրինակ սուդանահայերի մասին, երևի թե շատերը չեք էլ լսել, որ Սուդանից իհարկե փոքրաթիվ, բայց ընտանիքներ են եկել Հայաստան, այս ինչի չի բացում, այսպես ընտանեկան լուսանկարներ, որոշ ուրեմն մանրամասներով տակը, եւ այս շարքը եւս շարունակվելու է, մենք հուսով ենք, որ սրա հանրայնացումից հետո շատ մարդիկ իրենք էլ կուզենան, որ իրենց պատմությունները դրվեն մեր ուրեմն կայքում։ Եվ առանձին ես կուզեի խոսել մի շատ կարևոր բանի մասին, մենք այստեղ ունենք բացի կայքից ունենք նաև տվյալների բազա։ Օրինակի համար հիմա փորձենք հավաքել մեկ վայրկյան։ Այստեղ մարդիկ կարող են գտնել ասենք օրինակ սա մեր ֆիլմի հերոսներից մեկն էր, ուղղակի հավաքեցի, որպեսզի այդ օրինակով ցույց տամ, բազայում ցույց է տալիս ում որ փնտրել ենք նրա անունը եւ կից նրանց ընտանիքի բոլոր անդամների անունը, ծննդյան թվերով, գալու վայրը, այդ արխիվային փաստաթղթերում ճշտված չի եղել, գալու թվականը եւ դարձյալ ճշտված չի, ասենք, որտեղ են տեղավորվել։ Սրանից բացի մենք ունենք թեև այս պահին կայքում տեղադրված չի,
մենք ունենք եւս երկու բազա, որոնցից մեկը ուրեմն սա բանն է 1949 թվականի աքսորիալների ամբողջական ցուցակը, հայրենադարձ աքսորիալների մասին է խոսքը, ուրեմն անուն ազգանունը, ընտանիքի անդամները, որ գնացել են, ուր են գնացել, որ շրջանում են ապրել, երբ են ազատվել եւ այլն։ Եվ նույն ձևով ունենք նաեւ բռնադատվածների ցուցակները, որ հոդվածով են դատապարտվել, որտեղից էին եկել, որ հոդվածով դատապարտվեցին, ինչ մեղադրանք կար, որտեղ անցկացրեցին իրենց պատիժը եւ այլն։ Սա, ինչպես տեսնում եք, ռուսերեն է։ Մենք պետք է ուրեմն համապատասխանեցնենք մեր ներգաղթողների բազայի հետ, թարգմանենք հայերեն, նոր տեղադրենք կայքում։ Կարծում եմ կայքի մասին ոչինչ չմոռացա, ունենք ցուցահանդեսների բաժին, որտեղ տեղադրված է քիչ առաջ դուք տեսաք Հեզել Անտարամյան Հոֆմանի լույսի հոսք ցուցահանդեսի աֆիշը եւ մեր Գյումրիում եւ Վանաձորում, առայժմ Գյումրիում եւ Վանաձորում անցկացրած ցուցահանդեսի ուրեմն պաստառը, հետագայում սրանք պետքա ուրեմն վիդեոներով դրվեն, լուսանկարներով, տեքստերով ուրեմն դրվեն եւ ունենք նորությունների բաժին, որը անընդհատ թարմացվելու է, անընդհատ ուրեմն վաղը ասենք կդրվի այսօրվա մեր ցուցադրության մասին, այստեղ դրել ենք ասենք Կալենցների թանգարանում ենք ցուցադրություն ունեցել մեր նախորդ ֆիլմի այդ ինֆորմացիան, Փարիզի Ինալկո համալսարանում ենք ունեցել, դա ենք դրել Արիզոնայի համալսարանում մեր կոնսուլտանտ Ռուսաստանից Նատալիա Աբլաժե դասախոսություն է ունեցել եւ մեր ֆիլմն է ցույց տվել եւ այլն։ Կայքի մասին այսքանը, ես վերջում ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամին, որ մեզ վստահեցին եւ հնարավորություն տվեցին այս գործը անելու, որովհետեւ շատ վաղուց ուզում էինք մեր ունեցած նյութը ուղղակի տեղադրել եւ դարձնել հանրի սեփականությունը։ Եթե հարցեր կան կայքի վերաբերյալ, խնդրեմ, եթե չէ, երկու բառ ասեմ ֆիլմի մասին եւ սկսենք ֆիլմը դիտել։ KGB-ում պատասխանում են, որ իրենք արխիվներ չունեն, իրենց արխիվները ազգային արխիվ են հանձնել, որքանով դա ճիշտ չգիտեմ, համենայն դեպս մեզ հետաքրքրող գործերի մեծ մասը գտնվում է Հայաստանի ազգային արխիվում։ Կարելի է։ Կներեք 46-ից 49 այդ ժամանակում ինչքան են ներկա եղել։ Քանի մարդ։ Այո։ Ինձ թվում է տվյալները մինչև վերջ ճշտված չեն, 90-95 հազար մարդ։ Այո, մինչև 95 հազար։ Տարբեր թվեր են ասվում, 100-100-ից, չէ, 300 հազարը թիվը ճիշտ է, բայց դրան չի վերաբերվում, մինչև 300 հազար մարդ անդամագրված ա եղել, որպեսզի ներգաղթի, բայց իրականում ներգաղթելու հնարավորություն ստացել են դրանց մոտ 1/3 մասը, մի քիչ ավելի պակաս։ Եթե ուրիշ հարցեր չկան, ասեմ ուրեմն ֆիլմի մասին երկու խոսք, 2012 թվականին դարձ ի շրջանս յուր նախագծով, որը մեր հայրենադարձության 46-49 թվականների հայրենադարձության նախագիծն է, մենք նկարահանեցինք այդ շարքի առաջին ֆիլմը, որ կոչվում է Անծանոթ իմ հայրենիք։ Գուցե ներկաներից ոչ բոլորը, բայց որոշ մարդիկ տեսել են այդ ֆիլմը, եւ որը ներառում էր 45-ից 49 թվականները, այսինքն բում ներգաղթը, մարդկանց ուրեմն տրամադրությունները Սփյուռքում, քաղաքական նախապայմանները, այսինքն այդ ձեզ հայտնի փաստերը, որ Ստալինը ուզում էր ուրեմն Ղարս Արդահանը միավորել Հայաստանին եւ այդ պատճառով էր ձեռնարկել հայրենադարձությունը եւ մինչեւ մոտավորապես 49 թվականներ ներառում։ Երկրորդ ֆիլմը ներառում է 1946-ից մինչև 56 թվականը, այսինքն ստալինիզմի ավարտը, եւ հիմնականում պատմում է
այդ ժամանակաշրջանում հայրենադարձների նկատմամբ եղած ուրեմն այդ ստալինյան բռնաճնշումների, աքսորի, բռնությունների, ինչու՞ չէ այդ հայրենադարձների հիասթափությունների, փախուստի փորձերի եւ այլն եւ այլն։ Ես մի ճշգրտում եմ ուզում անել, քանի որ մեր ուսումնասիրության թեման հայրենադարձությունն է եւ հայրենադարձներն են, դրա համար այս ստալինյան ճնշումներ, բռնություններ, աքսոր, մենք ավելի կենտրոնացել ենք հայրենադարձների վրա, բայց դա ամենևին չի նշանակում, որ այդ նույնը չէր կատարվում նաև Հայաստանի բնակիչների հետ, Հայաստանի բնակիչների նկատմամբ, պարզապես մեզ թվում է, որ հայրենադարձների նկատմամբ այս ամենը ցույց տալով մենք շատ ավելի ենք կարողանում բացահայտել ստալինիզմի բուն էությունը, որովհետև այստեղ կար մի շատ կարևոր խնդիր, դրանք մարդիկ էին, որոնց սովետական Հայաստանը հրավիրել էր եւ ընդհանրապես հայկական հյուրասիրության, ասենք, կանոններով հյուրին չեն անարգում, հյուրին չեն նվաստացնում, հյուրին կոտանը չեն ծեծում, եւ այդ առումով է, որ ինձ թվում է, որ ինքը շատ ավելի բացահայտում է եւ հայրենադարձների նկատմամբ եղած եւ տեղացիների նկատմամբ եղած բռնությունները։ Ես նորից շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, որ եկել եք, խնդրեմ ֆիլմը դիտեք, որից հետո եթե հարցեր լինեն, սիրով կպատասխանեմ։